Այս ժողովուրդը հնդեվրոպական ժողովուրդ է, կարծում եմ սրանով ասվում է արդեն ամեն ինչ, թե որ ժողովուրդների հետ հարազատություն ունի, բայց հնդեվրոպական ժողովուրդների ընտանիքում Հայաստանը գրավում է առանձին դիրք, չունենք ոչ մի ցեղակից ժողովուրդ, ոչ մի ցեղակից լեզու։ Իհարկե լեզվաբանական տվյալներով գտնված են մերձավորություններ հունարենի, խեթերենի հետ, մոտավորապես այս եւ թրակյան լեզուների։ Ես չեմ ուզում մտնել այդ գիտական վարկածների մեջ, թե ինչպես են տարածվել հնդեվրոպական ժողովուրդները եւ այլն, բայց փաստ է, որ Ուրարտուի պետության ժամանակ արդեն հայկական տարրը, իսկ այդ հնդեվրոպական տարրը այս տարածքում գոյություն ուներ եւ կազմում էր այդ պետության մի էլեմենտը, որի ընթացքում տեղ ունեցած փոփոխությունների ժամանակ հայ ժողովուրդը դարձավ տիրող իշխող ժողովուրդը հայկական լեռնաշխարհի։ Իր պետականությունը կազմվել է անմիջապես Ուրարտուից հետո որպես ժառանգականություն, երբ պատմության ասպարեզ եկավ Սասանյան պետությունը, Սասանյան Իրանը, իսկ արդեն բուն ազգային, կարելի ասել, պետականությունը ստեղծվեց մեր թվականությունից առաջ 4-րդ դարում, դարեհից հետո, իր գագաթնակետին հասավ մեր թվականությունից առաջ առաջին դարում, երբ դարձավ մերձավոր արևելքի ամենահզոր պետությունը, դա եղավ մոտ 50 տարվա ընթացքում։ Այնուհետև Հայաստանը ստացավ իր բնական վիճակը, իսկ 2000 տարիների ընթացքում։ Այդ բնական վիճակի էությունը կազմում է այն, որ Հայաստանը միշտ եղել է փոքր բուֆերային պետություն մեծ կայսրությունների միջև։ Դա Հռոմն ու Պարսկաստանն էր, հետագայում Բյուզանդիան եւ Պարսկաստանը, այնուհետև Խալիֆաթը եւ Բյուզանդիան, հետագայում Պարսկաստան, Թուրքիա, Ռուսաստան։ Այս վիճակը ունեցել է եւ իր դրական կողմերը, բայց ավելի շատ իր բացասական կողմերը, որտեղ լինելով բուֆեր, երբեմն հավասարակշռության ժամանակներում Հայաստանը ունեցել է հնարավորություն զարգացնելու իր ինքնավարությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, այդ վիճակը տևեց մինչև 5-րդ դար, 5-րդ դարից հետո Հայաստանը կորցրեց իր պետականությունը, այնուհետև վերականգնեց 9-րդ դարում խալիֆաթի թուլացման ժամանակ, 11-րդ դարում սելջուկների արշավանքի ժամանակ նորից պետականությունը կորցրեց, այնուհետև անմիջապես վերականգնեց միջերկրական ծովի ափին Կիլիկյան պետությունը, խաչակիրների պատմության կոնտեքստում եւ այս շրջանում բավականին լուրջ դեր խաղաց։ Փաստորեն Կիլիկյան Հայաստանը հայկական վերջին պետականությունն էր, որը վախճանվեց 1375 թվականին։ Եվ Կիլիկյան վերջին թագավորը թաղված է Փարիզով, Լևոն 5-րդ թագավորը անցյալ տարի նշվեց նրա մահվան 600-ամյակը։ Ուրեմն այդ հիմնական էլեմենտը հայ ժողովրդի պատմության, դա այդ բուֆերային գոյությունն է մեծ կայսրությունների արանքում։ Վերջին անգամ հայ ժողովուրդը այդ պատմական մեծ ողբերգությունից հետո, որ ապրեց 20-րդ դարի սկզբին, ես նկատի ունեմ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 1915 թվականին, դրանից հետո իր պատմական հայրենիքի տարածքի մի մասի վրա 18 թվականին Հայաստանը վերականգնեց իր պետականությունը, որը սակայն շուտով նորից գրավվեց ռուսական կայսրության կողմից։ Իսկ այսօրվա մեր անկախության պատմությունը ձեզ պետք է հայտնի լինի, դա տեղի ունեցավ Խորհրդային Միության քայքայմամբ, որում իր ակտիվ մասնակցությունը ունեցավ նաև Հայաստանը, սա պետք է նշել, Հայաստանը пассив գործոն չէր այս process-ում։ Եվ այսօր էլ ըստ էության այդ պատմական տրամաբանությունը չի փոխված։ Հայաստանը այսօր էլ իրենից ներկայացնում է մի փոքր պետություն, մեծ, եթե չասենք կայսրությունների, ապա հզոր պետությունների միջև Իրան, Թուրքիա եւ Ռուսաստան։ Այսինքն վիճակը ըստ էության չի փոխվել գեոպոլիտիկ տեսակետից։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքակրթության կամ մշակութային կողմին, ապա
Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է աշխարհում, իսկ այն առաջին պետությունը, որ 301 թվականին պետականորեն ընդունել է քրիստոնեությունը եւ 6 տարի հետո մենք նշելու ենք քրիստոնեության 1700-ամյակը Հայաստանում։ Իր մշակույթով կապված է ավելի շատ քրիստոնեական աշխարհայացքի հետ, բայց երբեք չի կտրվել նաև իր արևելյան կոնտեքստից։ Եվ այդ գիտական բնորոշումը, որ գոյություն ունի, արևելյան քրիստոնեություն, սա իսկապես բնորոշ հատկանիշ է, այսինքն մի քրիստոնեություն, որը եւ այնքան դոգմատիկ չի եղել, որքան արևմտյան քրիստոնեություն, ավելի մոտ է կապված ժողովրդին, եւ այնքան խորտ չի եղել նաեւ իր շրջապատի ոչ քրիստոնյա ժողովուրդներին։ Այսինքն ժողովրդական մակարդակով հայ ժողովուրդը ստեղծել է համակեցության որոշակի modus vivendi իր հարևան մուսուլման ժողովուրդների հետ։ Այսօր էլ մահմեդական մի շարք երկրներում կան հայկական գաղութներ, որոնք պահպանում են իրենց ազգային կրոնական ինքնությունը։ Մշակել է բավականին հարուստ մի գրականություն, որը սկիզբ է առնում 405 թվականից, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց Այբուբենը, եւ այդ միջնադարյան գրականությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում ընդհանրապես քրիստոնյա աշխարհի քաղաքակրթության մեջ, եւ սա արդեն իմ մասնագիտությունն է, ունի նաեւ մի կարևոր արժեք այդ գրականությունը, որ հայ հին թարգմանությունների միջոցով պահպանվել են բազմաթիվ հունական, ասորական գրականության հուշարձաններ, որոնց բնագրերը կորել են։ Ահա մոտավորապես այսքանը։